Պարոն Սիմոնյան, ինչպես է գնահատում երեք Էջմիածնում տեղի ունեցած հավաքը, գիտեք, որ դրանից առաջ հայտարարվել էր Նիկոլ Փաշինյանն էլ վստահաբար ասում էր, որ կտրիչ Ներսիսյանը իր բառացի իր միտքն եմ ցիտում, որ կհեռանա Վեհարանից, ինչպես է գնահատում երեկվա գործողությունները։ Նախ հիմա ձեզ եմ կոչ անում, իրենց ասած այդ բառապաշարը իրենց ընդունած բառապաշարը չկրկնենք որևիցե մամուլով, կտրիչ Ներսիսյան չի, դա վեհապար հայրապետ է եւ արտերկրից նայողը, երբ որ որոշակի ուշադրություն է դարձնում մեր մամուլում, չափից դուրս ինքը իր մեջ վարկաբեկում է նաեւ մեր երկրի ներքին կյանքը, հոգեվորականների հանդեպ նման գործելավ ոճի եւ դատապարտելի է։ Չեմ ընդունում նման բաներ եւ եթե մինչեւ այս պարակված էր քաղաքական դաշտը, հասարակությունը, ապա այս վերջին իրադարձությունների զարգացումից հետո նաև պարակվեց որոշակի առումով պարակվեց մեր եկեղեցին, որը մեծ վնաս է հասցնելու մեր պետությանը, մեր պետության հիմքերին։ Պարոն Սիմոնյան, այնուամենայնիվ երեք հաղթեց հավատավոր Հայաստանը, հաղթեց Նիկոլ Փաշինյանի այսպես ֆեյք Հայաստանին, իրենց ֆեյք գաղափարախոսությանը, իրենց ֆեյք արժեքներին, ժողովուրդը ինչ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին երեք։ Ես համաձայն չեմ այդ մտքի մեջ, որ երեք Հայաստանը հաղթեց, քանզի հենց երեք Հայաստանը նորից պարտվեց, որովհետև ունենք 10 եպիսկոպոսներ, ովքեր փորձում են եկեղեցին պառակման տանել, միանշանակ նորից եմ կրկնում, դա անընդունելի եմ համարում եւ քանի նման իրավիճակներ կան, ոչ թե պետք է խոսենք ներքին կյանքում հաղթանակի եւ պարտության մասին, այլ պետք է խոսենք օր ու գիշեր չի կարելիների մասին, ինչ չպիտի անվի, որովհետեւ վնաս տանք մեր պետության հիմքերին։ Բայց համենայն դեպս կանխվեց այրունահեղությունը, կանխվեց այն բախումները, որին տանում էր Նիկոլ Փաշինյանը, մենք տեսանք, որ այդտեղ ժողովուրդը երկու մասի էր բաժանված, մի մասը վեհափառ էին գովաբանում, մյուսները պահանջում էին վեհափառ հայրապետի հեռացումը, հանգստի կոչումը, այնուամենայնիվ չեղավ այդ բախումները։ Հենց դա եմ ասում, ամոթ է, որ նման իրավիճակի ենք հասել եւ փառք Աստծո, որ չեղավ բախումներ, քանի որ մի մասը այլ կարծիքի էր եւ այլ տրամադրվածությամբ, երկրորդ մասը այլ։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մինիմումի հասցնենք եւ բացառենք նման իրավիճակների կրկնությունը եւ թույլ չտանք մեր քաղաքացիների պառակտում եւ երկրի անկումը։ Պարոն Սիմոնյան, արդյոք կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկրորդ անգամ ստացավ ապտակ հավատավոր ժողովրդից մեկը, մենք տեսանք դա դեկտեմբերի 7-ին Գյումրիի 7 եկեղեցում Շիրակի թեմի քահանաների կողմից, երբ նրանք հրաժարվեցին զեղչել կաթողիկոսի անունը, մեր թեմակալ առաջնորդի անունները։ Այս իշխանությունը միշտ ապտակ է ստացել Գյումրուց, ոչ մի ընտրություն չի եղել, որ կարողանա հաղթանակ տոնել։ Վերջին ընտրություններում եւ քաղաքական դաշտով ապտակ ստացավ, որ 4 տարբեր ուժեր միավորվելով ցույց տվեցին իրենց իշխանության գալը եւ նաեւ Շիրակի թեմը, որը ողջ հոգեվորականներով միաբռունցք կանոն եւ մերժեցին նման պարակտիչ գործելավոճը։ Գյումրեցու վերաբերմունքը արդյոք պատասխանն էր Միքայել arczepiskopos Աջապահյանի ապօրինի կալանավորմանը։ Եվ դրա պատասխանն էր եւ ամբողջ հանրությանը մաս անելու այդ բանն ավելի քաղաքականությունն է, չէ, ասում եմ, ավելի կոչերը որ ջարդում ես, մաս ես անում, ավելի հեշտ է տիրել եւ Գյումրեցին շիրակցին ցույց տվեց, որ ինքը միահամուռ է եւ միաբռունցք է եւ քաղաքական դաշտում եւ հոգեվոր դաշտում։